Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ Սալիկ, Սանկերամիկա եւ Ծորակ միասին ձեռք բերելու համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Իրանուշ Պապյանն եմ։ Հայաստանը կարծես ապրում է ոչ միայն քաղաքական, այլև ինքնության անցում։ 200-ամյակ մեզ սովորեցրել են անվտանգությունը փնտրել արտաքին հովանավորի, պետությունը ուժեղ իշխանության, իսկ ազգային ինքնությունը պատմական հիշողության ու կորստի մեջ։ Հիմա այդ հին համակարգը ճաքեր է տալիս, բայց նորը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել։ Նոր խորհրդարանը հենց այս անցման արտացոլանքն է հին կախվածությունների, նոր աշխարհաքաղաքական ընտրության ու դեռ չձևավորված նոր քաղաքացու միջև։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ։ Պարոն Թադևոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Թադևոսյան, մենք այս ընտրություններից առաջ էլ հնարավորություն ունեցել ենք վերլուծելու, քննարկելու, թե առհասարակ ինչ է առաջարկվում քաղաքացուն եւ ուրեմն ինչ ընտրություն ունի անելու քաղաքացին։ Հիմա ուրեմն տեսնում ենք, թե ինչպիսի դասավորություն է խորհրդարանում, եթե վաղը պայմանականորեն վաղը քաղաքացիական պայմանագիրը օրինակ կորցնում է իշխանությունը, որ Հայաստանն է գալու նրա փոխարեն։ Հիմա տարբեր ձևակերպումներ կան՝ իրական Հայաստան, ժողովրդավարական Հայաստան, ինքնիշխան Հայաստան եւ այլն։ Ուրեմն եվրոպական ու ինքնիշխան Հայաստանի նոր քաղաքական այլընտրանքը, թե հին համակարգի նոր անուններով վերադարձը ձեր գնահատմամբ։ Եվ ինչու անկախության 35 տարիներին մենք այդպես էլ դժվարանում ենք ուրեմն իշխանության իրական, բայց ոչ ռևանշիստական այլընտրանք ձևավորել։ Բարև ձեզ, շատ լայն մեծ հարց է եւ ինքնության վերաբերող հարցը եւ այդ իշխանության ինչպես ասենք ռևանշիստական, հա, նայեք, խնդիրն այն է, որ ինքնության վերաիմաստավորման այս գործընթացը նոր չէ եւ դա մեր առջեւ կանգնել է հենց 1991 թվականին, ես նույնիսկ ասեի 88-91 թվականի այդ շարժման ժամանակ, երբ որ եւ հատկապես պետականություն ձեռք բերելուց հետո, երբ որ մենք այլևս ինչ-որ մի օր վեր կացանք շատ արագ եւ հասկացանք, որ այլևս խորհրդային միության կազմում չենք եւ հայ ժողովուրդը դա խորհրդային մեծ ժողովրդի մի մասը չէ։ Ինչ եմ ես ասում, որովհետեւ խորհրդային միության վերջին շրջանում հատկապես դա բավական այդպես ուժեղացավ, այսպես ասած, ուշ սովետիզմի շրջանում կա տարածված մի այդպես քաղաքականություն եւ մշակված է դա Կրեմլում տեղի ռուս գիտնականների կողմից կամ խորհրդային գիտնականների կողմից, դա խորհրդային նոր մարդու ինքնությունն էր եւ ես մի քանի անգամ նշել եմ, նույնիսկ ես ինքս իմ ուսանողության շրջանից լավ հիշում եմ այսպիսի մի էպիզոդ, դեպք երբ մեզ դասախոսը, ես սովորել եմ պատմության ֆակուլտետում, դասախոսը շատ ոգևորված ասում է, որ շուտով էլ չեն լինելու տարբեր ազգեր խորհրդային միության մեջ, այլ լինելու է մեկ, այդպես ասած, ազգ խորհրդային ժողովուրդ, իսկ այդ տարբերությունները հայեր, վրացիներ, դրանք աշճանաբար այսպես մնալու են փոքր զուտ տեղական ինքնությունների մակարդակում, հա։ Ինչ եմ ես սա ասում, որովհետև այս ինքնությունն է, որ վերաիմաստավորելու խնդիր ունեինք մենք եւ երբ որ 90-ականների սկզբին լուրջ բանավեճեր էլի գնում, թե ինչպիսին պետք է լինի մեր ինքնությունը, խիստ էթնիկական, թե պետք է պետական, այսպես ասած, պետականությունը լինի առանցքում դրված, այդ բանավեճում հաղթեցին հիմնականում այն կողմնակիցները, այն հայացքների, այսպես ասած, գաղափարախոսները, որ էթնիկականությունը առանցքային է։ Դե ինչու դա եղավ, դա շատ տարբեր գործոններով է պայմանավորված, բայց կարծում եմ, որ դրա գլխավոր պայմանավորող գործոններից մեկը դա պատերազմն էր։ Առաջին Արցախյան պատերազմն էր եւ դրան նախորդած շրջանի շարժումը, որտեղ որ
ասենք մարդիկ դեռևս այդքան լավ չէին պատկերացնում ինչ է նշանակում պետականություն ունեցող ազգը, այսինքն այդ nation state գաղափարը անգլերեն եմ ասում, որովհետև դա հատուկ տերմին է, որը որ ավելի շատ կառուցվում է հենց պետականության եւ քաղաքացիության հիմքի վրա, այսինքն տվյալ պետության քաղաքացի լինելու գաղափարն է առանցքում եւ պետականությունն է առանցքում ընկած այդ 90-ականներին այդ գաղափարը այդքան էլ այսպես ասած ընկալելի չէր մեր հասարակությանը, որովհետև սովետական շրջանում ազգայինը կառուցված էր հենց այդ էթնիկական բաղադրիչի վրա, բայց նաև ես էլ եմ ուզում ասել երկու շերտ ուներ, դա այսպես ասած մի տեսակ հետամնացն էր համարվում, գերշկական գյուղական մշակույթն էր դրա հիմքում դրվում, իսկ ավելի զարգացած արդիական դա պետք է լիներ սովետական ժողովրդի այդ ինքնությունը։ Հիմա մեր մոտ այս երկու տարբեր տեսակի այս դիսկուրսները, թե որը պետք է լինի մեր ինքնության հիմքում, արդյոք խիստ նեղ էթնիկականության վրա կառուցվող ինքնությունը, որը այսօրվա տերմինաբանությամբ կամ տարածված խոսքում ընդունված անվանել ազգային, թե պետական ազգայինը, ներես երկու բաները իրենք ժամանակ առ ժամանակ բախվում են։ Ինչու է կայանում այս բախումը նրանում է այն ժամանակ է առաջանում, երբ որ մենք ունենում ենք Ռուսաստանից, այսպես ասած, պոկվելու եւ ավելի շատ ինքնիշխան պետություն դառնալու խնդիր։ Ինչի համար, որովհետեւ էթնիկական այս ազգի գաղափարը մեզանում համենայն դեպս ավանդականորեն կապված է եւ կապվում է գոյատևման ինքնության հետ, իսկ պետական ազգի գաղափարը մեր մոտ դեռևս այսպես շատ սառնային վիճակում է, բայց դրա կարևոր բաղադրիչներից մեկը համարվում է ինքնիշխանությունն ու զարգացումը, այսինքն ոչ թե գոյատևումն ու ինքնապահպանումը, այլ զարգացումը կամ գոյատևել եւ ինքնապահպանվել զարգացման միջոցով, որովհետեւ երբ որ մենք ասում ենք զարգացումն է կարևոր, շատերը ասում են այ դուք այդ դեպքում զարգացման համար վտանգում եք մեր գոյությունը, այդ գաղափարի կրողների մասին է խոսքը, իրական դա այդպես չի, որովհետեւ աշխարհում հատկապես ընդդիմադիրների մոտ կա այս մեծ հաշվով խորհրդանում հայտնված ռուսական ուժերի, դրանք նույնիսկ ռուսամետ ես չեմ անվանի, դրանք մաքուր ռուսական ծագման ուժեր են եւ Ռուսաստանի հիմնականում նարատիվները զարգացնող նախընտրական պայքարի շատ փաստահավաք տարբեր տեսակի նախաձեռնություններ ամեն անգամ ցույց էին տալիս, օրինակ թե նախընտրական շրջանում հասարակության մեջ շրջանառության մեջ գծվող տարբեր տեսակի պատումներ որտեղ էին, դրանք հիմնականում Մոսկվայում էին ձևավորվում եւ վերջին նման ասենք պատումներից մեկը, որը կապված էր AI-ի արհեստական ինտելեկտի այս երկու գործարանների հետ կապված կեղծ տեղեկատվության հետ ցույց տվեցին էլի որ դրանք Ռուսաստանում էին այդ պատումները ստեղծվել եւ հետո ուղարկվել էին Հայաստան, հա երևի ծանոթ են բոլորը այս գործարանների բացման օրը դրան հաջորդած մի քանի օրում թե ինչ այսպես ասած խայտարակ բաներ էին պատտվում թե ինչ վտանգ կարող են ներկայացնել այդ արհեստական բանականության գործարանները իբր թե մեր տնտեսության, էկոլոգիային, ջրին, հետո պարզվեց, որ այդտեղ սառեցման համակարգը ընդհանրապես ջրով նույնիսկ չի աշխատում, այլ հատուկ այդպիսի նյութ կա, գլիկոգել է կոչվում, որը որ դա է օգտագործում եւ ընդհանրապես մենք խմելու ջուր չենք էլ վերցնելու, որ օգտագործենք։ Ուզում եմ ասեմ, որ ինչեմ ես այս բանը ասում, ընդդիմության վրա այդքան կանգ առա, որովհետեւ այդ ընդդիմությունը ինքը փորձում է հենց շահարկել այդ ինքնության, այդ էթնիկական ազգային դիսկուրսները ցույց տալու համար, թե իբր թե պետական ազգայինը ապազգային է։ Իրականում մենք եթե ունենք պետություն եւ չենք ուզում հրաժարվել պետությունից, պետական ազգ դառնալու ճանապարհը անխուսափելի է, այսինքն ինչա նշանակում դառնալ պետական ազգ եւ կրել պետական ազգի ինքնություն, պետական ազգ նշանակում է ոչ թե հրաժարվել էթնիկական
քո ինքնությունից եւ էթնիկական արժեքներից, ինչ եմ ես սա ասում, որովհետեւ այս բանը խորհրդանում հայտնված ռուսական ուժերը, ես ելի եմ ասում, հետեւողականորեն ես դրանց ընդդիմություն չեմ անվանելու։ Այդ մենք խորհրդանում չունենք ընդդիմություն, ունենք ռուսական ուժեր, հա։ Խորհրդանում հայտնված ռուսական ուժերը, ռուսական ծագման այս ուժերը, որոնց ղեկավարը ուզում եմ հիշեցնել, որ կոչվում է ռուս բիզնեսմեն, հա, եւ այդպես ասած գաղափարական ղեկավարը, որ այսօր խորհրդարանում չի։ Այդ ուժերը ինքնությունը, ազգային էթնիկական ինքնությունը հակադրվում են պետական պետություն ունեցող ազգի ինքնությանը։ Եվ դա իսկ իրականում այդ երկու տարբեր ինքնությունները դրանք իրար չեն իրար հակոտնյա չեն եւ դրանք շատ դեպքերում փոխ լրացնում են եւ մեր դեպքում մանավանդ երբ որ մենք ունենք այսպես ասած մեր ինքնության բավականին խորը արմատներ մեր ինքնությունը շուրջ այսպես ասած պատմականորեն փաստագրված, հա, որ ունենք աղբյուրներ, որոնք խոսում են մեր ինքնության մասին, արդեն շուրջ 3000-ամյա ինքնություն ունենք եւ այդտեղ կա շատ ամուր ձևով հենց էթնիկականությունը կարեւոր է եղել, բայց այնպես որ մենք վախ չունենք էթնիկականությունը կորցնելու, այսինքն այն որ մենք հայեր ենք եւ մենք ծագումով հայեր ենք, հա, եւ Հայաստանը դա ստեղծել են հայերը որպես պետություն, պատմականորեն, որպեսզի իրենց համար ունենան պետություն, բայց պատմականորեն նույն Հայաստանում ապրել են նաև այլ, այսպես ասած, ազգություններ եւ դա չի խանգարել, որպեսզի մենք մեր ինքնությունը պահպանենք եւ վերարտադրենք դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ։ Այնպես որ ես ուզում եմ ասել, որ պետականությունը եւ պետական ազգի գաղափարը հակադրել էթնիկական ազգի գաղափարին, դա բանը կանխամտածված սրիկայություն է շատերի մոտ, իսկ որոշները պարզապես տեսականորեն այդքան էլ գրագետ չեն եւ չեն տիրապետում այս խնդիրներին, դրա համար նրանց շատ հաճախ թվում է խոսքը վերաբերվում է այս դեպքում եւ տարբեր տեսակի մտավորականների, հատկապես նրանց ում արմատները գնում են դեպի այսպես ասած կամ սովետական շրջան կամ ռուսական այսպես ասած բանի մտավորականության ազդեցության տակ են գտնվում, նրանցից շատերը մտածում են, անկեղծորեն մտածում են, որ պետական ազգի գաղափարը կարող է հակադրվել էթնիկական ազգին։ Իրականում պետական ազգի գաղափարը եւ էթնիկական ազգի գաղափարը մեր դեպքում կոնկրետ, հա, դրանք իրար շատ փոխլրացնող խնդիրներ գաղափարներ են եւ այստեղ պարզապես պետությունը որպես առաջնային արժեք պետք է գա արժեհամակարգում առաջին տեղ առանց այսպես ասած հրաժարվելու ազգային առանցքային խորհրդանիշներից եւ գաղափարներից։ Ես կարող եմ հասկանալ նաեւ մարդկանց մեջ այս մտավախությունը որտեղից է գալիս։ Ես բազմիցս խոսել եմ այս մասին եւ ունեմ քննադատական վերաբերմունք ներկայիս իշխող քաղաքական ուժի առաջ քաշած դիսկուրսի այդ սահմանափակության առումով, ովքեր որ ազգային սիմվոլներ ներկայացնող արժեքներ, որոնք մեր ինքնության համար շատ առանցքային են, ասենք օրինակ Արարատ սարը, Արարատ լեռը կամ Մասիսը, այդ Արարատ ավելի ուշ են սկսել անվանել, սովետի ժամանակ սկսեց Արարատ բառը շատ տենց տարածում ստանալ։ Իրականում Մասիս էինք մենք փոքր ժամանակ, բոլորս գիտենք Մասիս եւ Մասիս, հա, ու պատմականորեն էլ Մասիսն է մեր հիմքը, հա, սիմվոլիկայի, ասենք Սուրբ լեռը դա Մասիսն է, չի կարող Արագածը փոխարինի Մասիսին, դա աբսուրդ է։ Դու պետքա պարզապես չտիրապետես քո ազգային խորքային պատումներին ինքնության հետ կապված, որպեսզի առաջարկես Մասիսը Արագածով փոխարինել, հա։ Այսինքն այստեղ խնդիրը սարի մեջ չի, էլի հասկանում եք, խնդիրը նրա մեջ է, որ ասենք կա ինքնության կարևոր մասը կազմում է նաև առասպելական մտածողությունը։ Ես այստեղ չեմ ուզում մտնել մասնագիտական մանրամասների մեջ հարցի քննարկման, բայց ուզում եմ ասել, որ մարդկանց մոտ թյուրիմացությունը առաջացնում են նման մի քանի, այսպես ասած, ծայրահեղական մոտեցումներ եւ ես տեսնում եմ, որ ծայրահեղական մոտեցում կա եւ այս կողմի մոտ եւ այն կողմի մոտ եւ զուտ անցումային ինքնության անցումային, այսպես ասած, գործընթացի տեսանկյունից ես այս բախումները համարում եմ նորմալ, եթե դա իհարկե ռուսական այդ ուժերը չեն բարձրացնում, որտեղ ռուսական ուժերը սա բարձրացնում են հատուկ Ռուսաստանի
այսպես ասած շահերին ծառայեցնելու, որովհետև դարեր շարունակ Ռուսաստանը կարողացել է մեզ իր ենթակայության տակ պահել այդ վախից, հա, այդ էթնիկական վախից, որի մեջ կարևոր տեղ է տրվում նաև այդ ինքնության մեջ թուրքից ունեցած վախը։ Եվ հայի ինքնության համար շատ կարևոր է միշտ համարվել լինել հակաթուրք։ Մի բան, որ ավելի ուշ շրջանի երևույթ է եւ իհարկե մեր ինքնությունը պատմականորեն դա չի կրել։ Թուրքի վրա էլ կառուցվեց, հա, այսպես ասած, ձեր ասած ռուսական ուժերի։ Եվ ասենք ստորության ինչպեսի ասենք բան պետք է ունենաս հիվանդ ուղեղ, որ օրինակ Ծիծեռնակաբերդի տեղը վերցնես մսկիթի նկար դնես ու շրջանառես, ինչա թե դու ուզում ես հակառակորդի բան ես, դա ստորության, ասենք, ուղղակի գլխի մեջ չի տեղավորվում այդ ստորության այդ աստիճանը եւ ապազգայնության ու հակազգայնության այդ աստիճանը, որ դու կարող ես քո շահի համար բանը նույնիսկ ոտնձգություն անել ցեղասպանության հուշարձանի հանդեպ իբր թե հակառակորդ քաղաքական ուժին ինչ որ բան անելու էլի վնասելու։ Այսինքն հենց սա ցույց է տալիս, որ ազգային արժեքներից խոսող այդ մարդիկ բացարձակապես գաղափար չունեն ազգային արժեքներից եւ կիլոմետրերով հեռու են եւ այդ կիլոմետրերը մոտավորապես համընկնում են կիլոմետրաժով այնքան կիլոմետրի հետ, ինչքանով որ Երևանը հեռու է գտնվում Մոսկվայից։ Երևի հասկանում եք ինչի մասին է։ Իհարկե, պարոն Թադևոսյան, եւ այս առումով երբ ըստ էության շատ կոնկրետ նշում եք այդ խորհրդարանական ընդդիմության արժեհամակարգը, ռուսական ուժեր լինելու հանգամանքը, շատ բարձ հարց է առաջանում 9-րդ գումարման խորհրդարանը որքանով է նոր Հայաստանի խորհրդարանը, ինչ առումով, արդյոք մենք փոխել ենք, այսպես ասած, այդ քաղաքական մշակույթը, թե ոչ, թե ընդամենը դերակատարներին ենք փոխել, բայց պահպանում ենք ուրեմն առաջնորդապաշտությունը, հովանավորչությունը, դուք տեսաք նաև ուրեմն փողը, անձնական կապերը, ինչպիսի ազդեցություն նաև ունեցան հենց այս ընտրություններին։ Ինչ է փոխվել այս առումով եւ այս խորհրդարանը որքանով է նոր Հայաստանի խորհրդարանը։ Այստեղ ուզում եմ մի բան ասել, ընդհանրապես եւ քաղաքագիտության եւ հասարակագիտության մեջ կա այսպիսի հասկացություն, կա ռեալ քաղաքականություն եւ ռեալ հասարակական գործընթացներ եւ կա նորմատիվային քաղաքականություն եւ նորմատիվային հասարակական գործընթացներ, հա։ Ինչ եմ ես սա ասում, որովհետեւ երբ որ դուք խոսում եք նոր Հայաստանի մասին, ես չեմ կարող հասկանալ, թե դրա տակ մենք ինչ նկատի ունենք։ Ես նկատի ունեմ նաև այն իրական Հայաստանի կոնցեպտը, որը առաջարկում է այդ կոնցեպտը դա կապ չունի Հայաստանի այսօրվա Հայաստանի հետ, էլի այդ իրական Հայաստանի կոնցեպտը, ես ընդհանրապես դեմ եմ ասի շատ բաների այդ իրական Հայաստանի, հատկապես ազգային խորքային սիմվոլների հանդեպ վերաբերմունքը իմ համար անընդունելի է այդ դիսկուրսի մեջ եւ այդ կոնցեպտ ձեր ասած կոնցեպտի մեջ, բայց գալով այս նոր Հայաստանի ու այս 9-րդ գումարման խորհրդարանում այդ ռուսական ուժերի, ռուսական շահեր ներկայացնող ուժերի արկայությանը, ինչու գոյություն ունեն այդ ուժերը, որովհետև ես ինչ եմ ասում, նոր Հայաստանը ինքը կարող է այդ կոնցեպտուալ նորմատիվային քաղաքականության կոնտեքստում ինչ որ հասկանալի մի բան լինի ռեալ քաղաքականության եւ ռեալ հասարակական process-ների տեսանկյունից չկա ինչ-որ տենց մի հատ իդեալական իրական Հայաստան կամ նոր Հայաստան, որը մենք սարքելու ենք եւ վերջանա։ Նոր Հայաստանը այն է ինչ-որ մենք ունենք այսօր, վաղը կլինի մի ուրիշ, այսինքն նոր Հայաստանը դա դինամիկ անընդհատ փոփոխվող երևույթ է։ Եվ այսօրվա նոր Հայաստանը այն Հայաստանն է, որտեղ որ տեղի չի ունեցել լյուստրացիա Եվ լյուստրացիա չանելու հետևանքում մենք այսօր ազգային ժողովում ունենք այն ուժերը, որոնք որ հայտնվել են եւ չեն ներկայացնում հայ ժողովրդի, Հայաստանի ժողովրդի շահերը, հա։ Միգուցե իրանք ներկայացնում են Ռուսաստանում ապրող հայկական համայնքի ինչ-որ մի հատվածի, հատկապես փող ունեցող հատվածի, ովքեր Ռուսաստանում բիզնես ունեն, այդ մարդկանց շահերը, ես բան չունեմ ասելու, այս ընտրությունները ցույց է տալիս, որ իրենք կապված են Ռուսաստանի հայկական այդ փողերի հետ, բայց իրենք ոչ մի դեպքում Հայաստանի ժողովրդի շահերի հետ որևէ կապ չունեն, հա։ Այնպես որ երբ որ մենք խոսում ենք նոր Հայաստանի մասին, ապա մենք պետք է հասկանանք, որ այն ինչ որ մենք ունենք սա է նոր Հայաստանը, ռեալությունները սա են, եւ մենք այս ռեալությունները պետք է հասկանանք, թե ինչի ունենք այս ռեալությունները։ Եվ ես նաեւ
միգուցե կարող եմ հասկանալ նաև գործող իշխանությունում գտնվող քաղաքական ուժի այդ զգուշավոր քաղաքականությունը, որովհետև տեսականորեն պետք է լյուստրացիա արվեր, որպեսզի այդ ուժերը չհայտնվեին, բայց իրենք ինչ են խուսափում, միգուցե եւ կա Ռուսաստանի շատ ծանր ճնշումը եւ այս ամենը այդ բանի այդ փոխզիջումների արդյունքն է եւ Հայաստանը մենք բոլորս հասկանում ենք, որ այն ուժը եւ այն պոտենցիալը չունի, որ դուրս գա թեկուզ այսօրվա թուլացած Ռուսաստանի դեմ, այլ դու աշճանաբար պետքա փորձես ինչ որ Ռուսաստանից քիչ-քիչ իր այդ ազդեցությունը կրճատելու ճանապարհով գնալ, այլ ոչ թե ընդհանրապես Ռուսաստանին բացառելու, որովհետև Ռուսաստանին բացառելու պոտենցիալ մենք այսօր եւ ուժ չունենք։ Մենք տեսնում ենք օրորի Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից արդեն հնչեցվող նաև պատերազմական, այսպես ասած, բաց տեքստով այնտեղ մի տնտեսական պատերազմ ստեյության կա, արդեն կա։ Մի կիսախելագար նախկին պրեզիդենտ ունեն, չէ, որ վերակենում օրը մի հիմարություն դուրս է տալիս այդ Մեդվեդևի մասին է խոսքը, նայել վերակենում ինչ որ մեկ էլ խոսում է Հայաստանի վրա ինչ որ Վրաստանի օրինակով ինչ որ բաներ անելու, այսինքն ակնարկում է ռազմական հարձակման մասին նույնիսկ։ Իհարկե դա էլի մեր հասարակության որոշակի հատվածի մեջ վախեր առաջացնելու եւ էլի մեր հասարակության վրա իրականացվող այդ հիբրիդային հարձակումների էլեմենտ է, որովհետև հիբրիդային պատերազմը Հայաստանի հանդեպ ոչ միայն ընտրությունների շրջանում է, այլ նաև հիմա էլ է գործում եւ դեռ գործելու է։ Այնպես որ երբ որ մենք էլի գալով նոր Հայաստանի այդ խնդրին ու այդ կոնցեպտները մնում են կոնցեպտներ, իսկ իրականությունը մնում է իրականություն եւ իրականությունը այն է, որ այսօրվա նոր Հայաստանը կարող է պարլամենտում ստիպված է պարլամենտում ունենալ ուժեր, որոնք ոչ չեն ներկայացնում Հայաստանի ժողովրդի շահերը եւ այսօրվա նոր Հայաստանի արժեվ կանգնած խնդիրը հաջորդ ընտրություններում այդ ուժերի պարլամենտում հայտնվելու հնարավորությունը նվազագույնի հասցնելն է։ Միգուցե մենք չկարողանանք դա լրիվ բացառել, բայց նվազագույնի հասցնելն է։ Ինչ եմ ես ասում, էլի եմ ասում, որ որովհետև դա բացառելը կապված է մեծ ռիսկերի հետ, որոնք որ առնչվում են Ռուսաստանի անկանխատեսելի վայրենի նախնադարում գտնվող այդ քաղաքական մտածողության հետ, որովհետև երբ որ դուք այսօր լսում եք Ռուսաստանի առաջի դեմքերի քաղաքական խոսույթը, դուք հասկանում եք, որ այս մարդիկ դեռևս գտնվում են, այդպես ասած, մի առնվազն մի 100 տարի առաջվա այսպես քաղաքական մտածողության մեջ, հա, այսինքն մինչ խորհրդային, մինչ սովետական, այդ կայսերական Ռուսաստանի մտածողությունն է, որում իրանք իրենց պատկերացնում են այս ամբողջ նախկին ռուսական կայսրության տարածքում գտնվող ձևավորված նոր պետությունների գերիշխանը եւ այս պետությունները իրենք դիտում են որպես սեփական տարածք, իսկ այստեղի ժողովուրդներին իրենք դիտում են որպես իրենց, այսպես ասած, կիսաստատկական կախման մեջ գտնվող ժողովուրդներ իրենցից։ Տեսեք, պարոն Թադևոսյան, անդրադառնանք մի կարևոր հարցի էլ, որովհետեւ այսօրերին նաեւ դա քննարկվեց, ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություններ եւ որքան էլ զավեշ տալի է, այն տրվել է քաղաքական ուժի, որի աշխարհաքաղաքական ինքնության շուրջ լուրջ հարցեր կան։ Եվ իդեպ, ինչպես դուք եք ասում, նրանք ռուսական ուժեր են բառի բուն իմաստով եւ հիմա եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահությունը նրանցից է։ Սա ընդհանրապես խորհրդարանական ձեր գնահատման պաշտոնների բաշխում է, թե ցույց է տալիս նաև այն խորը հակասությունը, որ ուրեմն Հայաստանը փորձում է գնալ Եվրոպա, դեռևս իր ներսում կրելով ռուսական քաղաքական ու մշակութային համակարգի ստեյության մեծ մասը։ Նայեք, ես այստեղ զուտ ենթադրություններ պետք է անեմ, իմ անձնական դատողություններն են սրանք, որովհետև որևէ փաստի չեմ տիրապետում այն ներքին խոհանոցից, ինչի իսկ ներքին խոհանոց այս հարցում հաստատ կա, էլի դա ակնհայտ է, նույնիսկ անզեն աշկով է երևում։ Հիմա նայեք, այստեղից իմ ենթադրությունը հետևյալն է, կամ սա
գործող քաղաքական իշխող քաղաքական ուժի այս ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի, հա, այդ ուժը գլխավորող այսպես խարիզմատիկ գործչի եւ իրական առաջնորդի, հա, փողզիջումն է Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը մեղմացնի Հայաստանի հանդեպ այսպես ասած ճնշումները եւ այսպես ասած Ռուսաստանի վախը բռնելու կներեք այս արտահայտության համար ուղղված քայլ է, որ իբր մենք տեսեք չենք գնում Եվրոմիություն եւ սա նաեւ մի ուրիշ բան, որը իմ համար ցույց է տալիս, որ այս խորհրդարանը շատ երկրորդական նշանակության ունի ընդհանրապես Հայաստանի քաղաքական կյանքում, ինքը զուտ այդ բանն է, թատերական առաջնաբեմն է, որը ուղղակի բան է անում, այսպես ասած թատրոն է խաղում։ Մեկ էլ օրենքները դակող ինչ-որ մարմնի է վերածել։ Անկեղծ ասեմ, եթե այսօր Հայաստանը չունենար խորհրդարան, իմ կարծիքով Հայաստանի պետությունը դրանից չէ տուժի։ Միգուցե եւ ավելի օգտվեր, որովհետեւ 100 քանի ձրիակերի մենք մեր փողերը չէինք տա, հա, ասենք անդադ մեզնից հարկեր են պահում եւ մենք ահագին գումար ենք տալիս այդ մարդկանց, ինչի համար, որ նայում ես ովքեր են այնտեղ ինչով են զբաղված, ինչով են զբաղված այդ մարդիկ, ես նայում եմ դրանց բացի արհամարանքից ու ծիծաղից դրանց մեծ մասի հանդեպ որևէ այլ վերաբերմունք որպես մտավորական մարդու, որպես գիտնական մարդու, որպես այս պետության հիմքերում կանգնած մարդկանցից մեկի, որը որ այդ ժամանակ եղել է ուսանող, ակտիվ ուսանող եւ պայքարել է որ պետություն ունենանք, ու ես որպես ավակ սերնդի արդեն ներկայացիչ, երբ որ նայում եմ դրանց ում է հասել մեր պետությունը, շատերին, հա, ես ուղղակի մտածում սրանք ովքեր են, լինեն, չլինեն, մի հաշիվ են սրանք, հասկանում եք, այսինքն մենք այսօր խորհրդարան ունենանք, չունենանք, մեր պետությունը դրանից չի տուժում, որովհետև խորհրդարանը որևէ դեր չի խաղում այն process-ների մեջ ազդեցություն, ինչ որ լուրջ ազդեցություն, հա։ Ես էլ եմ ասում, իմ գնահատմամբ այսօրվա խորհրդարանի դերակատարումը զուտ, այսպես ասած, առաջնաբեմն է, թատերական այսպես մի բան է, որտեղ որ ասենք խաղացնում են տարբեր մարդկանց, որպեսզի կարողանան այն հիմնական իրական քաղաքական բանում այդպես ասած հարթակներում քաղաքականություն վարեն, ասենք օրինակ Հայաստանը կարողանա, մեր կառավարությունը կարողանա լուծի Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի հարցերը, Հայաստանը կարողանա բանակցի եւ Հայաստան բերեն շատ այսպես ասած բաներ, կոմունիկացիոն միջանցքների խնդիր լուծեն եւ այլ, հա։ Եվ զուտ նորմատիվային եւ խորհրդարանը մեզ պետք է զուտ նորմատիվային քաղաքականությունը ապահովելու համար, որտեղ աշխարհին դու չես կարող ասես, որ գիտեք, ես խորհրդարան չեմ ուզում ունենամ, որտեղ դու ասենք ժամանակակից պետություն ես, ենթադրենք, չեն կարող։ Պետք է խորհրդարան ունենաս, խորհրդարանը պետք է ընտրի քո, ասենք, կառավարությունը ձևավորի եւ բան է, հա, ասենք ստիպված պահում ենք, ինչպես հա, զուտ նորմատիվային, ինչպես որպես նորմատիվային բան, ինստիտուտ, որը որ առանց դրա աշխարհը մեզ չի հասկանա եւ չի ընդունի, մենք պահում ենք, էլի ընտրություն ենք անում, նաեւ ասեմ ձեզ, խորհրդարանի կարևորությունը միգուցե նաեւ նրանում է, որ բանը, քանի որ մենք չունենք այսօր նախագահական ընտրություններ, իսկ ընտրությունը կարևոր է, այսինքն քաղաքացիների այդ քաղաքացիական եւ քաղաքական ակտիվություն ապահովող միակ մարմինն է, էլի, որ ասենք չնայած իրանք բանի պետք չեն, բայց այն գործընթացները, որոնք որ իրականացվում են այդ աբսուրդ կառույցը ձևավորելու համար, ասենք այդ գործընթացները մեր հասարակության զարգացման եւ փոխակերպման համար շատ կարեւոր են։ Այնպես որ ես կարծում եմ, որ այդ ձեր տված հարցին գալով թե այդ եվրոինտեգրման հանձնաժողովը ինչպես է որ հայտնվել են այդ ռուսական ուժերը։ Մի քանի պատասխան տվեցիք, դա մեկը այն է, որ խորհրդարանը անիմաստ կառույց է եւ այդտեղ ունեն այդ հանձնաժողովը, ով կլինի,
ով չլինի դա երկրորդական է, որովհետև այդ հանձնաժողովը որևէ դեպք չի կատարելու Հայաստանի ինտեգրացիոն process-ներին, որովհետև Հայաստանի ինտեգրացիոն process-ները արևմտյան աշխարհի հետ տեղի են ունենում բոլորովին այլ հարթակներում, գործնական հարթակներում, ռեալ քաղաքականության հարթակներում, իսկ դա նորմատիվային քաղաքականության դաշտում է եւ նորմատիվային քաղաքականության դաշտում մենք պետք է ունենանք նման մի կառույց եւ նման մի թատրոն, հա? Եվ երկրորդը սա զիջել է այդ բանին այդ անիմաստ անդեդ գործունակ որևէ դեր չխաղացող այդ հանձնաժողովը Ռուսաստանի հանդեպ ժեստ է, որը անում ենք մենք այն հույսով, որ միգուցե դա նրանց կողմից, այսպես ասած, որոշ առումով փափկացնելուն կտանի այս կոշտ եւ սրված այս հարաբերությունը։ Տեսեք, Ռուսաստանից հեռանալը շատ ավելի հեշտ է պատկերացնել օրինակ արտաքին քաղաքականության մեջ, քան օրինակ մարդու գիտակցության մեջ։ Հիմա հետաքրքիր է, որքանով է Ռուսաստանը Հայաստանում այլևս ոչ որպես այսպես պարզապես երկիր, այլ մտածողության համակարգ ձևավորված, այսինքն որքանով է այդ հեռանալը իսկապես ստացվել գիտակցական մակարդակում։ Շատ լավ հարց եք տալիս եւ ճիշտ է, ես շատ հումորով եմ վերաբերվում մեր խորհրդարանին, բայց ուզում եմ նաեւ ասել, որ խորհրդարանը մի կարևոր դերակատարություն ունի։ Ինքը ցույց է տալիս հենց մեր հասարակության մեջ տարբեր մտածողություն կրող մարդկանց հարաբերակցությունը։ Իհարկե, այս խորհրդարանում մի քիչ այդ հարաբերակցությունը կեղծված պատկեր ունի ինչի համար, որովհետև բավականին շատ ընտրակաշարքներ են եղել, բայց այդ ընտրակաշարքի երևույթն էլ է ցույց տալիս մտածողության որոշակի ձև կրող մարդկանց քանակը, այսինքն դրանք են մարդիկ են, ովքեր պատրաստ են ինչ-որ մեծ գումարի դիմաց հրաժարվել իրենց սկզբունքներից։ Եթե իրանց փոքր գումար տային, կարող է իրանք չվերցնեին եւ գնային եւ ընտրեին, ասենք այդ այն ինչ որ մեծամասնություն, այսինքն մեծամասնությունը ինչ ընտրեց։ Մեծամասնությունը ընտրել է քաղաքական կուրս, այսինքն Ռուսաստանի գերիշխանությունը Հայաստանում նվազեցնելու եւ Հայաստանի ինքնիշխանությունը ավելացնելու քաղաքական կուրսն է ընտրել։ Ըստ էության, եթե մենք սա բաները արտաքին այս աղմուկը հանենք եւ երկու նախադասության փորձենք ձևակերպել թե ինչ տեղի ունեցավ ընտրությունների շրջանում, ապա սա է տեղ ունեցել։ Սա նաեւ ցույց է տալիս մեր հասարակության մեջ տեղ ունեցած մտածողության եւ արժեքային փոխակերպումը, այսինքն հասարակության զգալի մասը ինքը նույնիսկ շատ մարդիկ չընդունելով իշխող քաղաքական ուժից շատ տարբեր, ասենք, մոտեցումներ եւ նաեւ այդ նաեւ ես օրինակ չեմ ընդունում ասցի այդ բաների, այդ իրական Հայաստանի կոնցեպտում մի քանի կետեր ենք դրա մասին։ Եվ նաեւ չեմ ընդունում շատ տարբեր բաներ, ասենք օրինակ գիտության եւ կրթության ոլորտում վարվող քաղաքականության շատ մոտեցումներ իմ համար ընդունելի չեն, բայց սրանք առաջնահերթություններ եւ գերակայությունների տեսանկյունից, տեսեք, ես իմ օրինակն եմ բերում, բայց ես վստահ եմ, որ շատ մարդիկ ընդունում են ինչպես որն ավելի առաջնահերթ, որն ավելի երկրորդական։ Այն ինչ ես ասի, դրանք երկրորդական են այն առաջնահերթության համեմատ, որ Հայաստանը պետք է լինի դառնա ինքնիշխան պետություն եւ մենք ընտրել ենք այդ ապագան, այսինքն մենք ընտրել ենք, որպեսզի Հայաստանում կառուցվեն արհեստական բանականության աշխարհում եզակի գործարան, որը մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունը, մեծացնում է աշխարհում Հայաստանի ճանաչելիությունը, մեծացնում է Հայաստանի աշխարհի քաղաքակրթական քարտեզում տեղը փոխելու հնարավորությունը, որովհետեւ այն տեխնոլոգիական առաջընթացը, որը որ այդ գործարանների կառուցման շնորհիվ Հայաստանը ունենալու է, դա նաև մենակ տեխնոլոգիական խնդիր չէ, ասենք օրինակ Ռուսաստանը այսօր աշխարհի տեխնոլոգիական քարտեզում շատ այսպես մարգինալ տեղ է գրավում, հա, լուսանցքային տեղ է գրավում։ Հայաստանը այդ լուսանցքից դուրս է գալու, այսինքն երբ որ մենք խոսում ենք եվրոպական արժեքներ եւ այլ, ես կարծում եմ, որ այդպես
շատ սահմանափակ է այս բոլոր process-ները դիտարկել եվրոպական կամ արևմտամետ ու ռուսամետ այս բաժանարարի տեսանկյունից։ Այսինքն շատ տարբեր հարթություններ են գործում եւ շատ տարբեր գործոններ են գործում եւ միգուցե եւ այդ արևմտամետ ու ռուսամետ այս բաժանումը աշճանաբար պետք է ավելի քչացնել այդ մեր առօրյա քաղաքական դիսկուրսներում, այլ փորձել այլ կատեգորիաներով դատողություններ անել, որոնք վերաբերում են ռեալ process-ներին։ Դա կանգնեցնի այդ այլընտրանքի ձևավորմանը, չէ՞ որ Ինչպես կներեք։ այլընտրանքի ձևավորմանը նկատի ունեմ, եթե գանք զրույցի սկզբում, թե եթե քաղաքացիական պայմանագիրը օրինակ վաղը չլինի, ինչ է լինում, ինչ տեսակ ենք ունենալու, հա, այս պարագայում։ Նայեք, ինչի գոյություն ունի քաղաքացիական պայմանագիր եւ դեռ գոյություն չունի նրան փոխարինող ավելի առաջադեմ ուժ, ես կարծում եմ, որ դա եւ ինչպես ասենք, օրինակ նաեւ ծնվեց քաղաքացիական պայմանագիրը։ Այդ քաղաքացիական պայմանագիր մինչեւ 2018 թիվը չկար։ Հանկարծ տեղի ունեցավ, որովհետև տեղի ունեցավ հասարակության մեջ շատ էական փոփոխություններ եւ հասարակությունը ինքը իր համար գտավ, այսպես ասած, այն ուժին։ Այդ ուժը չէր ունենա այդ ազդեցությունը, եթե ինքը չստանար հասարակության աչակցությունը, իսկ հասարակության այդ աչակցությունը ձևավորվել էր մտածողության որոշակի մտածողության զարգացման հետևանքում։ Հիմա արդյոք Հայաստանը կունենա քաղաքացիական պայմանագրին այլընտրանք զարգացման տեսանկյունից այլընտրանքային քաղաքական նորույթ, որը Հայաստանը ոչ թե կվերադարձնի անցյալ, այլ կտանի ապագայի ճանապարհով, չէ, զարգացման ճանապարհով, ես կարծում եմ, որ անպայման մենք կունենանք։ Դա ապագայի ժամանակի խնդիր է եւ դա իր մեջից հասարակությունը ծնելու է նման ուժ։ Եվ այս գործընթացները, որոնք որ հիմա տեղի են ունենում, դրանք անցումային գործընթացներ են։ Ես ընդհանրապես անկեղծ ասած հակված եմ ամեն ինչը դիտարկելու անցման տրամաբանության մեջ։ Երբեք այդ բանը այն որ մարդիկ փորձում են մտածում են որ գալու է մի օր որ այս գործընթացը վերջանա եւ մենք սենց հասնենք մի հատ կետի ու սենց հանգիստ ապրենք։ Այդպես բան չի լինելու եւ պետք էլ չի որ լինի, Ժորժ ջան, հա, որովհետև դա ճահիճ է լինելու, այսինքն այ հենց մտածողությունն է սովետական, որտեղ սովետական մտածողությունը ինչ էր ասում էր գալի է մի պահ որ ձևավորվի կոմունիզմ եւ մենք այդ կոմունիզմում ապրելու ենք այսպես երջանիկ ու բախտավոր, չէ՞, այդ մտածողությունը որ ինչ որ մի օր ինչ որ մի հատ իդեալական վիճակ է լինելու եւ այդ իդեալական վիճակից մենք ձգտում ենք դրան հասնել, դա բանը խապկանք է եւ չպետք է այդ մտածողությամբ առաջնորդվել։ Մենք պետք է հասկանանք, որ մենք ապրում ենք փոփոխվող անդադ զարգացող աշխարհում եւ մենք ինքներս դրա մի մասն ենք եւ մենք որպես հասարակություն պետք է նաեւ այդպեսին դառնանք եւ մենք պետք է ադապտացվենք որպես հասարակություն այդ վիճակին, այսինքն անդադ ընթացքի մեջ գտնվելու վիճակին, որովհետեւ այն ինչ որ դուք ասում եք ինքնության խնդիրը, չէ՞, երբ որ ես սկզբից ասի գոյություն ունի երկու բազային ինքնություններ գոյատևողի եւ զարգացողի եւ մենք այսօր անցման process-ում ենք այդ գոյատևող ազգի վիճակից զարգացող ազգի վիճակի անցման process-ում ենք այդ գոյատևող ազգերն են որոնց թվում է թե պետքա նպատակը ինչ որ մի հատ կայուն վիճակի հասնել ու տեղ կանգնելն է եւ դրա համար իրենք միշտ փնտրում են այդ փրկիչներին փրկիչ քաղաքական գործիչ, ով որ կգա մեզ այս վիճակից դուրս կհանի, փրկիչ պետություն, այսինքն օրինակ Ռուսաստանը գա, մենք իրա ձեռի տակ որպես այնց բան, ճահճացող ազգային համայնք ապրենք, հա, մենակ ապարենք մեր ազգային ապարերը, ուտենք մեր ազգային ուտեստները, զարմացնենք աշխարհում մեր էկզոտիկ վիճակով, թե ինչքան էկզոտիկ ենք մենք, ինչքան ասենք բանը զարմացնող բնիկային, աբորիգենային բաներ ունենք, հա, հատկանիշներ, եկեք մեզ տեսեք, այստեղ կերեք մեր ուտելիքները, գովացեք մեզ կամ մեզ գովացող ռիլեր նկարեք, գցեք Facebook, հա, այդ հիմնական ռուսներն են տենց ասում, ու շատերը այդ ռուսների գցած ռիլերից հալվում են, բայց ես դրանց ոչ հալվում եմ, ոչ էլ մտածում եմ, որ բանը դատատ ռիլեր են էլի այդ դրանց մեծ մասը տեսանյութ այդ փոքրիկ այդ ռիլեր այդ փոքրիկ տեսահոլովակներն չէ այսինքն ինձ ինչ իրանք գովան թե չեն գովա
իմ ուտելիքը, հա, ես էլ գնում եմ Իտալիա, այնտեղի ուտելիքն է դուրս գալիս, ոչ եմ սենց վերևից իմ ազգի բարձունքից, ռուս ազգի բարձունքից, իտալացի ազգի, չգիտեմ, պիցան գովում, գլուխները շոյում այդ վիդեոյով, ապրեք, ես ինչ համով ուտելիք եք սարքում, շարունակեք ձեր գավառում այդ ուտելիքը սարքեք, ես էլ գնամ իմ երկրում կֆրֆրամ, մեկ գամ ձեր այդ գավառ ուտելիք կուտեմ, ձեզ էլի կգովամ ու էլի կգնամ, այդ վիճակից դուրս գալա պետք Էլի թող ունենանք համով ուտեսներ, էլի թող լինի տուրիզմ, բայց ստեղ հասկանում եք տարբերությունը որն է։ Մի բանն է նա, որ գալիս է ինչ-որ մեծ ազգի ներկայացուցիչը վերևից քեզ դիտում է որպես բնիկ, աբորիգեն, գովում է քեզ ու գնում է։ Մի բան է, երբ որ ինքը գալիս է այստեղ տենում է քո զարգացումը, տեսնում է քո եւ հին մշակույթը եւ նոր այսօրվա քաղաքակրթական վիճակը, նույնիսկ տեսնում է որ դու իրանից առաջ ես, կոմպլեքսավորվում է քո առաջընթացից ու գնում է, ընկալում է քեզ որպես զարգացող ազգ, որը ունի նաեւ հարուստ պատմություն, հարուստ անցյալ, ինչ որ իրանք չունեն իդեպ, հա, եւ դրա համար փորձում են լրացիչ ինչ-որ պատմություններ ստեղծել, փորձում են իրենց պատմական արմատները տանել ավելի ու ավելի հին։ Ինչ որ չունեն նաեւ մեր հարևան ադրբեջանցիները, ովքեր փորձում են էլի անընդհատ ինչ-որ պատմություններ հորինել անցյալի հետ կապված։ Իսկ մենք ունենք եւ անցյալից եկող մեր արմատները, եւ ունենք այսօրվա ներկան, եւ ունենք ապագայի այդ տեսլականը, որը պետքա լինի ժամանակակից զարգացող աշխարհի գործընթացների համատեքստում։ Շնորհակալ եմ, պարոն Թադևոսյան։ Առաջինի տաղավարում զրուցում էի մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ։ Կհանդիպենք։